Բարև ձեզ Մանուել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես ազգային ժողովում էր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, ըստ իրենց ծրագրի այլևս ոչինչ չեն թաքցնում, Արցախ չի եղել, չկա, գոյություն չունի եւ չի էլ լինելու, սահմանադրությունը փոխելու են, Առաքելական եկեղեցու վեհապար Հայրապետի դեմ արշավը շարունակելու են եւ ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ էր ասում, ներողություն բառերից համար կզացնելու են, պատերին եմ ծեփելու իմիջիայլոց բարևարկություն, այսպես ասենք, դրսևորած բարևարկության կանոն բերած ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չընդհատեց Նիկոլ Փաշինյանին, երբ այսպիսի տերմինոլոգիա էր կիրառում, այդ թվում նաև պիղծ որակելով վեհապար Հայրապետին։ Խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Դե բնականաբար կհիշեք, ես ձեր տաղավարում օրինակը բերել եմ, որ նա հարբեցող տղամարդն է, որը դուրս է գալիս տնից, դրսում ով ինչ ասես գլխին անում է, հիմա եկել է երկրի ներսում մեր պետական ուժերը մեր դեմ օգտագործելով ազգային անվտանգություն, ոստիկանություն, փորձում է ներսի մարդկանց ճնշել, Ալիևի դեմ կզածը այսօր մարդկանց վախեցնում է կզածնելով։ Եթե ես էլ հարց եմ տալիս, այդքան տղա ես, տղամարդ ես, Ալիևին կզածրուխ ես կզե։ Ես Ալիևի պահանջով եկես համանդրություն փոխում։ Նախընտրական քարոզարշավին ասում ենք, որ գալու է Ալիևի պահանջները մեկ առ մեկ կատարի։ Բա դեռ 2021-ին ասում ենք Ալիևի դեմը կզածը այլևս չի կարող ղեկավարել։ Աշխարհում բազմաթիվ խելացի մարդիկ, իմաստուն մարդիկ ասել են դրա մասին, ասել են։ Հիմա կզածը բնականաբար որ չի կարող Ալիևին տեղավորցնի, Ալիևին ասի, ես ինչ ես խոսում, ես ինչ ես ուզում, ես մերն է, գալիս է ժողովրդին է խեղդում, ճնշում, ստիպում, որպեսզի բավարարեն Ալիևների պահանջները։ Սա է։ Վախեցած է նրանից, ուժը մեր վրա պատում է։ Մեր ժողովրդի ընդդիմության, այստեղ ուժը պատում է։ Դրա համար այստեղ է իր գործողությունները իրականացնում, ինչ վերաբերվում է ազգային ժողովում, ինչ որ Ռուբինյանը, Նիկոլին պետքա զսպի բան, սրանք աբսոլյուտի ժանրից է, Ռուբինյանը ինչ տանձի գլուխ է, որ կարողանա Նիկոլին զսպի, բայց պեշկա է, հա, Նիկոլի կողմից դրված, վերանգի այնտեղ թթ խոսում է, yani ինքը ես իմով է, հա, իրանք ոչ մի բան են, իրանք ապրած կյանքով, իրանք անցած տարիներով, այսօր փողոցային խուժանների պես օթից այդ աթոռներին վեր են ընկել, մտածում են թե լուրջ մարդ են դառնում, բայց լուրջ մարդը պաշտոն ստանալով չեն դառնում։ Լուրջ մարդը պետք է ապրած ունենա, արած ունենա, իր կյանքով, իր արածներով, իր գործերով դառնա լուրջ մարդ։ Օդից պաշտոն վերցնել ու մտածել, որ իրանք լուրջ մարդ են դառել, ու կարան այտենց ճորթած այդ ամբիոններից խոսան, կարա Նիկոլ Փաշինյանը մի օր խոսի բարևարկությունից, մյուս օր ելնի պղծություն տարածի։ Սա նրա շեղված էությունն է, ու նա իդեպ նույն ոստիկանությանն է այսօր էլ մեղադրում արտահոսքերի մասին, մի քանի օր առաջ ասում էր ուժայիններին է մեղադրում, մի քանի օր առաջ ասում էր դե ու ինչքան ուզեն ազգային անվտանգության աշխատողը ինքն է որոշում, ինչ արտահոսք լինի, ինչ չլինի։ Հիմա չէ Նիկոլը պետք է որոշի, որտեղ այս մի դեպքում իրան հարմար չի։ Եվ այս ֆոնին այո, պետք է շարունակել պայքարը, պետք է թույլ չտալ։ Իդեպ, երբ որ ասում էին, բա ուրա Ալիևը հեսա, ազգային ժողովում է։ Եկել եք ժողովրդին պահանջում եք Տիգրանաշենը, մյուսը արդեն թուրքական անուններ է տալիս, կզածը բա պետք է հանձնի, պետք է զիջի, վզին դրել է Ալիևը, բարի սուղիղ իմաստով։ Հիմա ինքն էլ Ալիևին, որպեսզի կարողանա բավարարի, Ռոբերտ Քոչարյանը ձերբակալում, ասում Ալիև նայի, չեմ կարող սահմանադրությունը փոխեմ, բայց նրանց պատճառով, որ չեմ կարողանում այդ սահմանադրությունը փոխեմ, այ դրանց նայի ինչ եմ անում, այ դրա համար ինձ մի քիչ ժամանակ տուր, ու սենց ինքը Ալիևին քծնում, բարի սուղիղ իմաստով, Ալիևի պահանջով ու Էրդողանի պահանջով հարձակվում է եկեղեցու վրա, հարձակվում է նույն նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, բավարարում է Ալիևին ինչ-որ կոզրներ է տալիս, որ հանգստացի քո ուզածը կանը։ Այսպես իր իշխանությունը փորձում է պահել, բայց դե Ալիևին մեծ հաշվով ռեալ արդյունքներ են պետք։ Ալիևը կոնկրետ պահանջներ է դրել իրանց առաջ։ Ու իրանք փոխանակ երկիրը պետությունը մտածեն ոնց պետք է առնեն Ալիևի դեմը, եկեն գել են մի հատ երկրի մեջ քաոս են իրականացնում։
Եվ տեսանք հենց ազգային ժողովի ամբիոնից ուղիղ հրահանգ իջավ դատախազության վրա եւ վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին եւ Լևոն Քոչարյանի տուն եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տուն, ինչի արդյունքում կալանավորված են երկրորդ նախագահը, Արցախի միակ նախագահն էր, որ կալանավորված չէր, մնացած նախագահներն էլ Բաքվի բանտում են գերության մեջ, այստեղ կալանավորվեց այս իշխանության կողմից հերթական անգամ եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին Սեդրակ Քոչարյանը։ Տեսեք, հիշում եք դեռ մինչև 44 օրյա պատերազմից առաջ էլի Ռոբերտ 18 թվականի դեպքերից հետո նորից Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց թիրախում, որին հաջորդեց արյան գետեր, դիահերձարանների դիմաց հերթեր, պատերազմ, քաոս, այսինքն Փաշինյանը չեզոքացնում է Քոչարյանից, որպեսզի Ալիևը իրականացնի իր գործողությունները, որ այդ գործողությունները իրականացնելու ժամանակ Ալիևին խանգարողներ չլինի։ Հասկանում եք, սա է իր կոնկրետ նպատակը։ Նա բերելու է երկրին նորից արյուն։ Մարդկանց, անմեղ մարդկանց երեխեքին էլի սպանելու է։ Այդ արյունոց ծաղրացուն, այդ միմոսը, այդ ոչնչությունը, դրա համար է այդ ամեն ինչ իրականացնում։ Քոչարյանի ձեռները կոպիտ ասած կապում է ու Ալիևին հրավիրում է այստեղ։ Ալիևը մինչև այսօր էլ վախեցած է Քոչարյան։ Անկամ այն պարագայում, երբ որ Քոչարյանը իշխանություն չունի այստեղ, էլի վախենում է այդ անձից, որովհետև 10 տարի շարունակ կզծրել է Ալիևի հորը, Ալիևին էլ հետը։ Ոնց է հիմա Ալիևը Նիկոլին կզծրել, տարերն ստծրել է դեմը, ինչ ասում է, անում է։ Այդպես նկարներ կա։ Քոչարյանը կզծրել էր Ալիևին, Ալիևի հորը, բերել էր Ալիևի հորն էլ նստծրել էր իր դեմը, Ալիևի հերն էլ հելել էր հայտարարում էր, որ Արցախը դա ադրբեջանական չէ։ Ոնց որ այսօր Նիկոլը հայտարարում է, որ Արցախը դա հայկական չէ։ Ոնց այսօր Ալիևը Նիկոլին է կզծրել, այդպես Քոչարյանը կզծրել Ալիևին ու Ալիևի հորը, փաստերն էլ կան։ Հատ առ հատ յուրաքանչյուր քաղաքացու առաջ կարամ դնեմ։ Ու այս ֆոնին, այս ամբողջ մեղը, որ մինչև այսօր վախենում է Ալիևը Քոչարյանի եւ մեր ներքին դայիճ դավաճան սրիկայի ձեռքերով փորձում է չեզոքացնել Քոչարյաններին։ Ոչ թե Նիկոլ իր անձով ու իր քաշով է կարողանում դա անել։ Նա չունի այդ ապրած այդ քաշ այդ ուժը։ Նա մեր ոստիկանին, մեր ազգային անվտանգության աշխատողին, մեր ուժայիններին օգտագործում է մեր դեմ։ Ու երբ որ ներսից է հարվածնել, Քոչարյանը բնականաբար այո, ոնց կարա պետության մեջ ամբողջ պետական համակարգը հանելա Քոչարյանի դեմ, կապում է Քոչարյանի ձեռքերն ու Ալիևին հրավիրում է այստեղ։ Ասում է արի Քոչարյանը բռնած է։ Ալիև արի մի վախեցի, հարձակվի Քոչարյանին բռնել ենք։ Չի կարա խախտա։ Չի կարա դեմը տառնի, մենք իրան բանտախցում կպայենք, դու մտի այդ Տիգրանաշենը վերցրու են մյուսը, էս է իրանց ծրագիրը։ Մեծ հաշվով Քոչարյանը 70 տարեկան մահ, նա կարա հանգիստ հենց հիմա մի զանգով այս երկրից գնա ուր ուզի, ոնց ուզի ապրի։ Ու սաղ էլ գիտեն, որ նա այդ կարա անի, ու միշտ է կարած է 18 թվից սկսած։ Սաղ գիտեն, որ նա կարա այդ անի, բայց դրա համար թանկ է, իր արժե համակարգը, իր սկզբունքները, իր խոսքը, իր ապրած կյանքը։ Իսկ նա հետքայլ չի անում իր խոսքը։ Ու սա նրա հանդեպ ավելի մեծացնում է հասարակության միջ գիտակից մասայի հարգանքը, որ նա սկզբունքային մարդ է, որ թռնող չի իրանց պես։ Այ օրինակ Նիկոլը, որ կանգնում ասում է ամենամեծ զավեշն ու սուտը, որ լկտիաբար ասում է, ես ոչ մի բան չունեմ ասում է։ Ուր է իմ դղյակը, ցույց տվեք։ Կանադայում է քո դղյակները։ Կինը գնաց է առել է։ Լուսանկարներն էլ մամուլով տարածվել է, թե դու ինչ դղյակներ ունես։ Քո Սուրեն Պապիկյանի, քո Միրզոյանի, ձեզ մի ամսվա աշխատավարձ արա 5 միլիոն ա եղե, 7 միլիոն ա եղե պարկեվա վճարը։ Եկել է ցինիկ պահածոց կլաուզնիկի պես կանգնել լրագրողների առաջ։ Աննենց համոզիճա խապում արա խապելով չի։ Քոչարյանեն գոնե ինչ ունեն մարդիկ տղամարտավարի ասում են էսի միզնա։ Դու ենքան բիճ ես, բիճ, որ պրիզնատ է չէ գալիս արա։ Իշքան էլ պրիզնատ չգաք է ժողովրդի մեջ եք ապրում, մարդիկ տենում են էս 8 տարվա մեջ ոնց եք դզվել, ոնց եք ապրում ու ձեզ ամեն ինչ սարքել եք ժողովրդի դրոշակ ժողովրդի համար, թալանածը հետ ենք բերում տանք ժողովրդին, փոր կոպեկ չունի այսօր ժողովուրդը։
Golden Palace-ը Ծաղկաձորի հետ բերեցիր, մի հատ ժողովուրդ ու հասարակ մարդ ասա, որ դրանից օգտվել է։ Մի հատ քո հետ բերածներից մի բան ասա, որ մի հատ հասարակ մարդ օգտվել է։ Սրանից հետո արա մեկը չհամարձակվեք, կանգնեք ասեք ժողովրդին ենք հետ բերում տալիս, կանգնեք ասեք հետ ենք բերում, նախկին են, չգիտեմ ումից ես հետ բերում, ասա հետ եմ բերում ՔՊ-ականներին եմ տալու, հետ եմ բերում իմ աղբերներին, իմ շրջապատին, իմ ընկերներին եմ տալու, դուք ժողովրդին ոչ մի բան ոչ հետ եք բերել, ոչ էլ տվել եք, արեք ելնենք ժողովրդի մեջ շրջենք, տենանք ձեր բերածից որ մեկն է հասե ժողովրդին, որ մեկն է հասե ժողով, մի հատ հասարակ բանվոր մարդու, գյուղացի մարդու, ուսուցչի, մի հատ բան, այդքան որ դու ասում ես հետ եմ բերում, որն է ծառայել ու ծառայեցում ժողովրդի օգտին։ Ժողովուրդը այսօր պարկերի, վարկերի տակ ճռում է, հո իսկ ղեկավարած երկրում հասարակ ժողովուրդը սնանկացած վիճակով ապրում է։ Մի հատ բերք ուներ, այդ պետք է ծախեր, այդ էլ կդրիր դու ժողովրդի վրա։ Ու շակալ բջի պես կանգնում խոսում ես ժողովրդի անունից, թե բա ժողովրդի համար եմ անում։ 8 տարի ղեկավարում եք, բացի ՔՊ-ից ու ՔՊ-ականներից ոչ մի ժողովրդի համար չեք արել։ Անկամ է շարքային Նիկոլականի համար է դու բան չես արել։ Շտապ ես օգտագործում շպրտում ես։ Մի հատ բան չունես արած, արա այդ Նիկոլականի համար։ Ինչ ունեք արած, արեք շրջենք նույն տարբեր գյուղերում ու մարզերում, տենանք են հասարակ Նիկոլականը մի բանից օգտվում, հա? Օգտագործել եք, մենակ ձեր կլանի, փոքրիկ խմբակի համար եք անում, մի քանի հոգի այդ մարզպետ, քաղաքապետ, բան, դրանք էլ իրանց այդ նեղ կռուգով, всё, են մնացածին ոչ մի բան։ Շակալ եք, որովհետև բիջ եք, ախր դուք բիջ եք, դուք թուրքի բիջ եք, արա, դա ուրիշ է։ Դա ուրիշ է, թուրքի բիջ լինելը, այդ է, որ ուղիղ նայի ժողովրդի աշկերին ու ստի, հապի առավոտից իրիկուն, տարել եք այդքան տղու արյուն, հեղել եք մի ամբողջ եռաբլուր, ամբողջ օրը ժողովրդի աշկի առաջ, եկե բջի պես ազգային ժողովից հոխորտում ու վժում ու ճվում եք, թե բա, այս ենք անում, հիմա ուզում են այդ թալանի անվան տակ, ամբողջ մեզ թավը գիտեք որն է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվում է Ալիևի կոնկրետ պահանջով։ Ես չեմ ասում չի կարա ինչ-որ բիզնես ոլորտում խնդիրներ լինի, ինչ-որ հարցեր լինի, չլինի էլ այնպես կարա սարքեն ու ստեղծեն, որ դա հանգիստ գործ է։ Պետական ամբողջ ապարատուրան իրանց ձեռն է։ Կարա լինի, այս 8 տարիա չկար, հա, այդ ամեն ինչը նոր է հիշե, չէ, նոր չի հիշե, ինքը շատ վաղուց էլ իմացել է Քոչարյանը ինչ ունի, ինչքան ունի։ Ինքը նոր աստած է Ալիևի ցուցումը ու պետք է կատարի։ Ամբողջ ցավը իմ համար դա է, որ Ալիևի պահանջով այս դիշովկիկը երկրի ներսում հայ մարդկանց են կալանալ։ Կաթողիկոսին հեսա որ պետք է գնաս դու ձերբակալես, արա։ Կանգնում ասում ես այդ ինֆորմացիան, այդ արտահոսքը որտեղից։ Ինչ արտահոսք կայ ոչխար ամբողջ ազգը գիտի, որ դու կոնկրետ Ալիևի ցուցումներով ես առաջնորդվում։ Ամբողջ ազգը գիտի, Ալիևը հրամանը տվեց սահմանադրությունը փոխելու, եկաք մի ամիս հետո դու ու քո թուլեկը ժողովրդին համոզում եք, որ այդ սահմանադրությունը պետք է փոխվի։ Էլ արտահոսքը որն է։ Ածեի տղերքը էդի չեն տենում, որ դու կոնկրետ Ալիևի պահանջներ բավարարելով ման ես գալիս, արա։ Այդքան ջիտակից լուրջ աշխատող տղերք կան այդտեղ, կավա նրանք չեն ջոգում, մենք շարքային քաղաքացի հալով այդ տենում ու հասկանում ենք։ Կավան ներս աշխատող պետական կառույցներում ոստիկանությունում աշխատողները չեն տենում, որ Ալիևը ինչ հայտարարություն անում է, դու գալիս ես այդտեղ կյանք ես ուզում կոչես։ Էդում ես հիմարի ու ապուշի տեղ դրեք։ Հիմա էլ ուզում ես ուժային կառույցների մեջ երևի որոշ մարդկանց զտես, կայնը ինչ ասում է, այդ արտահոսքի համար, ով դեմս լավ հեռացնելու եմ գործից, այս սա ղեկավարի ասել է։ Ասենք դու ինչ գիտես այդ արտահոսքը ոստիկանությունից ա եղե, ԱԱՑ-ից ա եղե, որտեղից ա եղե, կավա հետ, քո կինն ա ասել, օրինակ, կամ քո քաղաքական թիմից են այդ արտահոսքը։ Բայց երեք Գեղամ Մանուկյանը շատ ճիշտ ասաց ազգային ժողովի ամբիոնից դուք ասացիք ուղիղ։ Կամ դու ես ասում, դու ես, այո, դու կանգնում, դու ինքն էլ չի ասում եմ Ալիևն ասում։ Ալիևը հայտարարությունները այնտեղ անում այն այստեղ կատարում արդեն բոլորի համար պարզ է, որ եթե Ալիևը Բաքվում մի բան ասել է, Փաշինյանը պետք է այստեղ կյանքի կոչի։ Եղավ 20 թվից հետո այս գործընթացը սենց իրականացվում է։
Միգուցե ինչ-որ տեղեր մի քիչ էսենց աչու ձախ կարում անի, բայց Ալիևը չորով ինչ դնում է իր առաջ, ինքը գալիս այստեղ կյանքի է կոչում։ Մեկ ժողովրդի հետ է հակադրվում, ելնում է ժողովրդի հետ է կռիվ տալիս, համոզում թե Ալիևեն ասածը ճիշտ է, գնում կանգնում այնտեղ ասում է, այդ հողերը մերը չեն եղել, գալիս են այստեղ խոսում են ինչ որ Վազգենից, մյուսից Վազգենը գործը թաղել են, հիմա հրաժարվում են, պատոշի պես է կանգնել են, թե Վազգենը սենց վատո դուք ով եք կարա։ Վազգենը որ սատ կա գնացիք գալու է թքի ձեր դեմքին։ Հատիկ առ հատիկ, իր այն քույրի աղբորից սկսած, դուք մի ցելի Արցախ, որ Վազգենի ճանաչել են այդ Արցախով, իմացել են, որ Վազգենը այդ Արցախի համար բան ունի արած ու սերունդները ապրում էին դրանով, դուք դրել եք արա։ Լավ, հələ կռիվ ա եղել, ասում եք չկարացանք պայենք, այտենց գցում եք ձեր վրայից։ Ո՞ր դրա ասում եք, դա մերը չի եղել, այդ հողերը մերը չեն եղել, Նիկոլն է իր բերանով ասել։ Բա որ այդ հողերը մերը չեն, Վազգենը ուր էր հել է գնացել, ինչի համար էր կռվում, այ ամողնաշար։ Այսինքն Վազգենին կոնկրետ սխալ ես դու հանում, արա, Մոնտեին սխալ ես հանում, եկել են ուրիշների հողերի համար են կռվի, այդ դիշով կա։ Բա դու Վազգեն Մոնտե ուրացող չեղար, դու եղար ուրացող, քո հետևից եկողը ու քո ասածը հիմք ընդունողը, իրանք էլ են դա ընդունում, արա։ Մի հատ էլ տան մարդիկ Վազգենի ու Նիկոլի նկարը իրար կողք են կախել, արա ամոտ, արա։ Գետինը մտնեք ավելի լավ, արա, գոնե զոված հերոս տղերքին վաբշե, մի տվեք այդ տղերքի անունը, դուք ձեր կեղտոտ բերաններով, ձեր դավաճան դիշով կա հալով, դուք այդ մի ամբողջ ծերունդի կոտորեցիք, արա, հաջորդ օրը հելա Նիկոլն ու իրա կինը թռան Էրդողանի կնոջ հետ, Ալիևի կնոջ հետ, փաթաթվան, լուսանկարվան, գցիկ համացանցերը, աղբերությունը սկսիկ հայտարարեք, այդքան երեխու սպանելուց հետո մի տարի չանցած, դուք այդ դիշով կեկ եղել, այսօր էլ եկել եք ամբիոնների շամպես հոխորտում եք, վժվժում եք, ոստիկաններին հավաքել եք ձեր կողքը, ձեզ դրել եք ուժեղ տղերքի տեղ, արա դուք ով եք դուք այ մուտանտներ, դե ձեր դեմքին այդեղ ճպասնող չկա ճշմարտությունը, տենց վրեքդ վերցրել եք, Տարակ հա Քոչարյանին էլ փակեք, մյուսին էլ սաղից փակեք, հետո դրանով հասարակ մարդը լավ է ապրում, դրանով Ալիևը կանգնելու է, չի ուզելու միջանցք, չի ուզելու այդ տարածքները, դրանով տնտեսությունը զարգանալու է, դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունը վերականգնելու եք, դրանով բյուջեն լցնելու եք, որ թալանել լափել եք, փող չեք թողել, վաղը չգիտեք ոնց եք աշխատավարձ բաznելու, հիմա ընկել եք սենց բան է, խառնում եք ամեն բան իրար, դուք եք կերել այդ փողեր, արա 8 տարի է բյուջեին կոպեկ չեք թողել, լափել եք, ռուսների հետ էլ հեսա պրոբլեմ եք սարքեք, կողելու եք տնտեսական աղետ եք մտնելու ես երկիրը, հլը տենամ հասարակ քաղաքացին ոնց է լավ ապրելու, հիմա եկել եք 2-3 հատ տունա, մունա, հա, այդ տներով պետություն ու բյուջե հետ, այն անգրագետ մարդուն խապեցիք, բայց գիտակից մարդը լավ հասկանում արա, Այս պետությունն ու բյուջեն մենակ թոշակ տալու համար եթե ինչքան քանի միլիոն փող է պետք ամսեկան։ Դուք լավ եք կերել եք, ոչ տնտեսագիտությունից եք հասկանում, ոչ կառավարումից եք հասկանում, այդ սաղ դրել լափել եք, այսօր չեք կարող դրա տակից դուրս գաք, ռուսներին էլ եք ուզում ֆրծնեք, կանգնել ես ասում ես ռուսները չեկան 22-ին օգնության, նույն ռուսները նույն օրը հաղորդում են անում, ասում են արա, այ ոչխար Այդ խի կանգնած ճանաչեց իր Արցախը Ադրբեջանի կազմում, որ մի հատ էլ մեզ ասում ես չեկակ օգնության։ Դեմը դնում են, դե պատասխան տուր արա։ Դի գնաց իր ասիր Արցախը Ադրբեջանականա։ Ռուսներն էլ ասում են ընկեր, մենք այսքանից հետո ինչ պետք է անենք էլ։ Ով ենք մենք այդտեղ։ Երբ որ ձեր երկրի ղեկավարը հրաժարվում է, ես գամ էլ ինչ անեմ։ Ինձ էլ այդտեղ ով է տեղ տալի։ Բա դու չասեիր այդքան բանը, հիմա ես էլ կանգնել ռուսներին մեղադրեի։ Այսինքն դու այդ կոզերը տվել ես, ռուսները այսօր լիարժեք արտարացման հիմք ունեն, դնում են քո տեսանյութը, դնում են քո հանդիպումները Պրահայում, եսին որտեղ ցույց են տալիս, արա ասում են էսա ձեր անողնաշար դավաճանն է, նայ, էսա, հայ ազգի պուբլիշնի տեղավորցնում են, որ իրանք բան չեն կարա անեին, որովհետև Նիկոլը կոնկրետ ծախել է, հանձնել է, Էլ ինչ գնամ ասեմ, էլ ոնց ես բողոքեմ ռուսից, ինչ են էսով, արա,
Դու գնում ես Ալիևի հետ աղբերանում ես, կնոջդ հետ գնում եք, նկարվում եք, փաթաթվում եք, խաղաղություն եք անում, ռուսներին ասում եք արեք թշնամացեք ադրբեջանցիների ու թուրքերի հետ, արա դուք ինչ շուզլի բիջ եք բայ։ Մեռած ես ասելով, ձեր բջությունը կարող է գեղերը գնաք, երկու հատ միամիտ մարդ գտնեք, կարանակ խապեք, բայց դուք այդ բջությամբ ոչ ռուս կարակ պրծնեք, ոչ ամերիկացի, ոչ էլ եվրոպացի կարակ, տակնեք թողելու է ժողովրդին ու այս ազգին, այդ ամբողջ հետևանքները կրելու է այս ազգային, հասարակ ժողովուրդը, որ առավոտից իրիկուն ժողովուրդ ասելով ման է գալի, բայց դիա հերձարանների դիմաց հերթ է կանգնեցրել ու շարունակել է կանգնեցնել։ Եվ վերջին հարց բանակում մահերը սարսափելի է ուղղակի ցուցանիշը, ներողություն բառիս համար, այս ցուցանիշ չի, սա ողբերգություն է, եւ առավոտը բացում եմ, մենք շնորհավորում ենք իրար, որ բանակից մահվան լուր չի եկել, իսկ Պապիկյանը ասում է ինքն է մեղավոր կամ գլխավոր շտաբի պետն է մեղավոր, խնդրեմ։ Նայեք, Պապիկյանի նման դասալիկ մարդիկ, որ շոուն լավ վիդեոներ ա նկարում, գցում ա ՊՆ բանի էջերը, տղերքի մագազինները հանած, բան, ասենք, պրոստը բանակի հետ կապված այսքան դիշովի PR-ներ, որ ինքը անում ա, ու դրան զուգահեռ այդ զոհերը, այդ ամեն ինչը, բանակի խնդիրներն ու պրոբլեմները, քանի որ բանակա ներսից շատ բան մարդիկ չեն խոսում, սրանք սենց առիթավորվել են, այսենք կառուցելն են կարաշ, էլի փուչիկ են փչում ժողովուրդ ջան։ Կառուցել են շատ լավ, Աստված տա իսկապես բանակը ուժեղ ու հզոր լինի, այն կետն է, որը սաղից համար շատ կարևոր է, բայց որ ես իմ հոգում ես գիտեմ կապիկ են, շոում են կապիկ, իրանց ապրածը կապիկությունն է, ոչ թե գործը, ես էդի հո գիտեմ, այդ կապիկություններով, որ անում են, ասենք Պապիկյանի դեմքին նայես, արդեն կարաս հասկանաս, նա բանակից ինչ կապ ունի վաբշե, նա ոչ կարա օրինակ գրամատ, պոստ, զինվոր, հասկանա, վաբշե տղեկ ընդեղ ինչ են զգում, վաբշե ինչ ա պետք, ոնց ա պետք, ես շատ վաղուց գիտեմ, սա պետք է հասկանա են մայրը, են ծնողը, ով երեխա է ճանապարհում բանակ, էլի Ալիևի պահանջով դրեցին բանակը սարքին տարի ու կես, հիմա պրոբլեմի առաջ են կանգնել, էլի ժամանակին ասում է արա, ոչխարն է, Ալիևի պահանջն եք բավարարում, հասկացանք, բայց լուրջ պրոբլեմ է բանակն ունենալ, հիմա որ այդ ոչխարին զեկուցում է, դերան էլ հետաքրքիր է, ինքը կարևոր է ժամանակ բավարարեց Ալիևին իշխանությանը մի քիչ ավել մնա, օրվա կյանք ապրող են խլուրտներից են, այդ որ խլուրտից է խոսում այդ թուրքի բիջը, կանգնել էր խլուրտներ կան համակարգում, արա խլուրտ կա մեր երկրի մեջ, մեր երկրի ղեկավար պաշտոնում խլուրտ կա, խլուրտ, Ալիևի խլուրտն է, այդ խլուրտի հարցերը մինչև հայ ժողովուրդը չլուծի, այդ երկիրն ու այս ազգը առաջ չի կարա երբեք գնա, այդ Ալիևի ու Էրդողանի խլուրտը, որ սա տեղերը խլուրտ ման գալիս, բայց գլխավոր խլուրտը ինքն է իր բիջ աշկերով, որ սենց ֆռում ա վրեն 30 կռուկ ու խափում ա մի ամբողջ ազգի, սումա ես ոչ մի բան չունեմ, սոված ես, հաց էլ չունես երևի ուտելու, այդ ինչ ծուտ խոսան, արա, ասվաշոն, դրա պես ծուտ խոսան, մոլորակը չի ծնի, եվրոպական այդ ագենտների, թուրքական ագենտների մեջ դրա նմանը չկա, էդի Զելենսկուն էլ անցես, Սաակաշվիլին էլ անցես, մի այդ կարգի բիջ են ընտրել ու ստավ կարևր են, արևմուտքի, մի այլ կարգի բիջ, բայց ճղվելու է իրարից, եկել է մի հատ իրավիճակ, որ պտի ճղեն դրան միշտեղի, ու ֆրծնում է էլի ֆրծնում է, ռուսներին է ֆրծնում, արևմուտքին է ֆրծնում, սենց ֆռալով, ճղվելով գնում է, չի կարում ընդեղ բան տեղավորցնի, եկել է երկրի ներսում քաոս է էլ իրականացնում, տղա ջան, կառավարի, մեկ է մի կարևոր բան, լեգիտիմությունից երբ որ ես ոչիլները խոսում են, ուրեմն 51 պլյուս չեն տարի, օգտագործել են ամբողջ պետական ռեսուրսը, դրսից արտաքին ուժ են բերեք կոնկրետ Մակրոնին իրար քարոզարշավին մասնակցել, ապավինել են օտարներին, պատկերացրեք ընդդիմությունը
Պուտինին բերեր իր քարոզարշավին մասնակցեր ու կոչ աներ, ասեր օրինակ Քոչարյանը լավ մարդ է կամ Սամվելը բերեին Պուտինին։ Սաղ կասեին արա, ամոթ չարիք դու, դեր երկրի ներքին հարցի մեջ ուր գնացիք բերիք Պուտինին խառնեցիք։ Էս արևմուտքի բջերը չամաչեցին, Մակրոնին բերեցին, իրաց քարոզարշավին մասնակցեց Մակրոնը Ֆրանսիայի նախագահ։ Տեսեք, այդքանից հետո չկարացան 51+ հավաքեն, իսկ լեգիտիմությունը դա է։ Դա ոչ թե վերարտադրվել է փողով, ուժով, պետական համակարգերով։ Անգամ այտենց այդքան ռեսուրսով իրենք 51+ չհավաքեցին լեգիտիմության մասին խոսալուց այդ թիվը թող հիշեն։ Իրանք չունեն Հայաստանում հայ ժողովրդի կողմից լեգիտիմություն։ Հայ ժողովրդի մեծամասնությունը իրենց իսկ կազմակերպած ընտրություններում իրան մեծամասնություն քվե չի տվել։ Այո, չի տվել Քոչարյանին, չի տվել Սամվել Կարապետյանին, բայց իրեն էլ չի տվել։ Սա արձանագրված է իր այս կեղծ ընտրությամբ։ Ու ինքը գոնե հիմա բարոյական որևիցե հիմք չունի լեգիտիմությունից խոսալ ու ժողովրդի անունից խոսալ։ Ինքը ընդամենը կարա խոսա ՔՊ-ականների անունից։ Այն ինչ որ անում է ՔՊ-ի համար, այն ինչ որ անում է իր թիմի համար, այո, շատ լավ անում է։ Ես դրան դեմ չեմ։ Այն տիպի անում, որ ասելու չի։ Այնքան է տվե ու այնքան են թալանե ու գրպե-չրպե, դրա համար էլ այսօր էլ թկած ունեն Արցախի վրա, պատմության վրա, եկեղեցու վրա փողը կուրացրել է, ոչիլների պես Նիկոլի հետևից ինչ կեղծ դեմա տալիս, ծամուն կուլ են տալիս։ Ինչ կեղծ դեմա տալիս, դեռ Նիկոլը լավ է իրանց նայում։ Լավ փողա տալիս, լավ տեղա տալիս, ով ամենաշատ պղծությունը անում է, դրան առաջ է տալիս։ Տեսակ ազգային ժողովում բերեց ամենապիղծներին տվեց մեկին ազգային ժողովի նախագահ, այն մյուսներին փողնախագահներ։ Ասենք ՔՊ-ի մեջ ավելի որակով մարդիկ էլ կային, էլի համեմատական։ Ոչ թե մեր ժողովրդի մակարդակով եմ համեմատում, այլ նույն ՔՊ-ի մեջ կային ավելի մի քիչ ավելի նորմալ մարդիկ, էլի որ կարելի էր այդ մարդկանց ավելի բարոյականությանը մոտ, ոչ թե բարոյական, այլ բարոյականությանը ավելի մոտ։ Դրանք вообще կորել են բարոյականությանը, այն չաղ խոզուկը, այն որ խր խոսում է զաղորը։ Այ խոզուկ, դու որ իշխանություն չլնես, կարաս տենց խոսած, կարաս լեզվից տաս, կարաս ասես, որ Արցախը մերը չի եղել։ Ձեզնից մեկը, արա դաժե իշխանություն եք, Նիկոլին էլ ձեզ էլ ասել են, տղա եք առանց ախրանիկ արեք 2 մետրի վրա կանգնեք, դեմս ասեք այդ հողերը մերը չեն եղել։ Ձեր ամբողջ ՔՊ-ի մեջ Նիկոլի գլխավորությամբ այդպես տղա կա, որ գա կային իմ դեմ ասի այդ հողերը մերը չեն եղել։ Բայց որ դուք հիմի չեք կարող այդ դրա պատասխանը տակ։ Դուք վաղը մյուս օրը այդքան արուն թափած լավ տղու աղբերների, ընկերների ո՞նց եք դրա պա։ Շատ էլ հիմա ախրանիկ ունեք, ոստիկան ունեք, այդ որ բրծեցնում եք, մտածում եք անցավ մոռացան գնացին։ Բա լավ տղեկ են զոհվի արա այդ հողի համար, հազարներով։ Դուք ո՞նց եք կանգնում ասում այդ հողերը մերը չեն եղել, արա։ Դուք դրա տակից ո՞նց պետք է մի օր դուրս գա։ Իշքան եք այդպես իշխանությունը կարճելով, փորձելու դրա տակից։ Չեք կարանալու, արա։ Մանուելը կլնի, Պողոսը կլնի, Պետրոսը կլնի, մի հատ զոհվածի աղջիկ կլնի, տղա կլնի, ձեզնից այդ պատասխանը կուզի 5 տարի էլ ասի, 10 տարի էլ ասի, Նիկոլի վիդեոն կդնի չաղող խոզո դեմը, կասի նայի ասում այդ հողերը մերը չեն եղել։ Հետո կդնի դրանից հետո քո վիդեոները, որ Նիկոլի քաղաքն էի պահում։ Ու կասի արա նայի, էսի ստեղ ասում է, դու էլ ստեղ ես ասում, ու մի հատ կստիլի բերնից կասի պատասխան տուր, արա։ Ոնց այդ հողերը մերը չեն եղել, որ այդքան լավ տղա կյանքա դրե արունա թափե։ Դուք ով եք, որ ասեք այդ հողերը մեր, ով է ձեզ այդ բարոյական իրավունքը տվե, արա։ Որ դուք հրաժարվեք իմ արյան պահած հողից։ Շնորհակալություն Մանուել, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ձեզ նույնպես։